Սիրելիներս, վերադարձանք տաղավար եւ առաջարկում ենք այս պահին դիտել մի տեսանյութ, որից էլ պարզ կլինի, թե ովքեր են մեր այսօրվա հյուրերը։ Ասեմ շատ ուժեղ հյուրեր ենք ունենալու։ Ինչի մասն է խոսքը կիմանաք րոպեներով։ Մնացեք մեր եթերում։ Now. Վերադարձանք Արագածոտն մարզի Թալին համայնքի Հայեմ հիմնադրամի դյուցազնատան տնօրեն մարզիչ Գինեսի 8-ակի ռեկորդակիր հայկական դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Ռոման Սարադյանն է մեր հյուրը բարի լույս ինչպես նաև հրաշք ուժեղ փոքրիկներն են մեր հյուրը փետրվարի 9-ին դյուցազնատան մարզիկները Դավիթ Օհանյան բարի լույս Միսակ եւ Նարեկ Գլճյաններ եղբայրներն են բարև ձեզ Գաբրիելյանը, բարի առավոտ, նրանք եղել են Դուբայում, մասնակցել են շատ մեծ իհարկե ուժային եռամարտի եւ վերադարձել են իհարկե հաղթանակներով
ինչքան մենք մրցանակներ Ձգում կքանիստ վարժություններում գրանցել են հաղթանակներ ու հաջողություններ, այս դրա մասին արդեն կխոսենք, մի քիչ կպատմեք, ինչպես, երբ, ոնց, ինչու։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Այո, Հայաստանի Հանրապետություն Արագածոտնի մարզ, Հայեմ բարեգործական միության, Հայեմ ջուցազնատուն մասնաճյուղ։ Որ թվականին է ստեղծվել։ 2021 թվականի նոյեմբերի 20-ին բացվեց մարզակենտրոնը, յուրօրինակ հարթակ, որի նպատակը երեխաներին, պատանիներին ֆիզիկապես կոփելն է, դաստիարակելը եւ իհարկե Գինեսի համաշխարհային ռեկորդներ սահմանելը եւ միջազգային հարթակներում հանդես գալն առումով, որ բարձրացնենք մեր երկիրը, ներկայացնենք մեր ազգի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահենք։ Եվ այս 4 տարիների ընթացքում մենք արդեն գրանցել ենք մի շարք հաջողություններ, բացի իմ 8 ռեկորդներից, որպես աշխարհում առաջին հայը։ Ես գիտեմ, որ աշխարհում առաջին հայն է, ով ամենաշատ ռեկորդներն է, հա, սահմանը։ Աշխարհում առաջին հայն եմ ներկայությամբ, ով ամենաշատ ռեկորդներն ունի Գինեսի գրքում գրանցված, փաստացի 8 համաշխարհային ռեկորդներ։ Դեռ 2011 թվականից սկսված պտտածողի վրա մեծ պտույտ հա յետ վարժության 1001 անգամ վարժության ռեկորդով սկսվեց իմ ռեկորդային կարիերան, այսպես ասած։ Եվ հետագայում տարիներ հետո գաղափար առաջացավ, որ կարելի է այդ էստաֆետը հա փորձը փոխանցել եկող մատաղ սերունդին, երեխաներին եւ փոխհամաձայնության եկանք Հայեմ հիմնադրամի նախագահ պարոն Նշան Աճեմյանի հետ Օվկիանոսից այն կողմ եւ այսպես փոխհամաձայնված արդյունքով իհարկե նաեւ մի շարք նաեւ աջակիցների շնորհիվ ինչու՞ չէ նաեւ մեր կանադահայ բարերար պարոն Լևոն եւ Աննա Աֆեյանները եւս մեր ջուցազնատան աջակիցներն են համարվում եւ Թալինի համայնքապետարանի աջակցությամբ բացվեց այդ կողտրիկ անկյունը ջուցազնատուն մարզակենտրոնը եւ այս 4 տարիների ընթացքում մենք արդեն տվեցինք մեր առաջին պտուղները, արդյունքները։ Փաստացի արդեն ունենք 24 Գինեսի համաշխարհային ռեկորդ գրանցված, 6 տասնյակից ավելի հայկական ջուցազնագրքի ռեկորդներ եւ Լեհաստանում, ինչպես նաեւ Դուբայում արդեն անցած տարի ապրիլին եւ այս տարի մասնակցեցինք ուժային եռամարտի, այսինքն Global Powerlifting International Bodybuilding International կազմակերպության կողմից հնդկական ֆեդերացիա է, հա, իրենց հրավերով մասնակցեցինք անմիջապես ջուցազնատնով եւ գրանցեցինք հաջողություններ ու հաղթանակներ։ Անցած տարի մասնակցեցինք եւ այս տարի էլ արդեն փետրվարին մասնակցեցինք։ Հռոման հետաքրքիր է քանի այս պահին սան ունի ջուցազնատունը եւ հետաքրքիր է նաեւ կխնդրենք որ ներկայացնեք թե ինչպիսի սպորտաձևեր են ուսումնասիրվում ձեզ մոտ եւ առաջնային։ Ահա, տեսեք, մեզ մոտ պարտադիր պայման չէ որ պետք է կա երեխան եւ Գինեսի ռեկորդակիր սահմանի։ Տեսեք, երեխաների մեջ կա թաքնված այդ ունակությունը, հա, տաղանդը, ուժը, մեկի մոտ քանիստ է լավ ստացվում, մեկի մոտ ցկում, պտտածողից կախտությունից ցկում։ Գալիս է երեխան մի քանի պարապմունք հետո կոնկրետ Նարեկի մոտ, մեր փոքրիկ ջուցազնի, ով համարվում է նաև աշխարհում գրանցված տարիքով ամենափոքր հայը Գինեսի ռեկորդների գրքում, բացահայտվեց 1-2 պարապմունքից հետո բացահայտվեց ուժը եւ նկատեց իր մեջ եւ իհարկե չսխալվեցի եւ տվեց իր արդյունքները։ Տեսեք, ջուցազնատունը ունեցել է 4 տասնյակից ավելի մարզիկներ, բայց ես հիմնականում աշխատել եմ որակի վրա։ Ոչ թե քանակի, այլ որակի, որտեղ որակն է տալիս արդյունք։ Կան մարզիկներ, երեխաներ, սիրողական պարապմունք, թե տղաների, թե աղջիկների, որ ուղղակի գալիս են իրենց առօրյա պարապմունքը անցկացնելու։ Բայց հիմնականում իմ մասով մարզչական կենտրոնացվածությունը տրված է երեխաների վրա Գինեսի ռեկորդներ սահմանելու, դե ես քանի որ Գինեսի համաշխարհային ռեկորդների նաև ակումբի անդամ եմ, ուսումնասիրում եմ իրենց համապատասխան ռեկորդները, կանոնները, իրենք ինձ ուղարկում են, կա որ մենք ենք գաղափար տալիս իրենց, այդ գաղափարի հիման վրա առաջարկում ենք, այո, այսպիսի ռեկորդ սահմանենք, իրենք ընդունում են եւ այդ ռեկորդները արդեն մենք այստեղ նկարահանում ենք վկաների ստորագրությամբ, որպես վկա նաև ես եմ հանդիսանում, պարոն Վարդան Թոմասյանի, ջուցազնագիր ասոցիացիայի հասարակական կազմակերպության նախագահ, ով Հայաստանի ռեկորդներն է գրանցում այստեղ իրենց ստորագրությամբ կնիկված փաստացի ուղարկում ենք
Եվ աշխարհը գրանցում է արդեն այդ Գրանցում է, այո, Լոնդոն ենք ուղարկում, լոնդոնյան գրասենյակ 3 ամիս հետո պատասխանը գալիս է կամ ոչ, կամ այո, ոչի մերժումել ենք ունեցել բնականաբար, բայց այդ դեպքում նշում են իրենք պայմաններ էլի։ Վարժության, բայց քիչ ենք ունեցել։ Խոսենք մեր ուժեղների հետ, Դավիթ ջան վերցրու խոսափողը։ Ողջույն։ Բարև ձեզ, ես Դավիթ Օհանյանն եմ։ Արդեն 4 տարի է ես պարապում եմ հայ դյուցազնատան սան եմ ես արդեն պարապում եմ ընկեր Ռոմանի մոտ։ Հրաշալի, քանի տարեկան ես Դավիթ։ Ես 15 տարեկան եմ։ Ինչպես որոշեցիր գնալ այդ 4 տարի առաջ։ Ով հուշեց, ինչպես իմացար։ Դե ճիշտ ասած, մինչև Ռոմանի մոտ գնալը ես առաջ տունն էի պարապում։ Ինձի պապիկը ասեց, որ հաստատ մի պարապելու վայր ինձ համար կճարի, որպեսզի ես կարողանամ հետագայում զբաղվեմ։ Ու վերջը, ինչպես տեսնում եմ, մենք ճարեցինք այդ տեղը։ Այն մրցույթին, որ մասնակցել ես, հա, ինչպիսի կարգավիճակ ես ներկայացրել եւ ինչպես է եղել, որ ստացել ես այդ մրցանակը։ Կներկայացնես։ Ինչպես եմ ստացել։ Այո, ինչ ես արել։ Այսինքն ինչ ես արել, որ ռեկորդն ես սահմանել։ Որ ռեկորդն ես սահմանել։ Առաջին անգամ ես սահմանել եմ ծանրագնդերով այն ռեկորդը մի րոպեում, ես առաջ արել եմ 54 անգամ։ Դրանից հետո մի փոքր sense զբաղվում ենք շտանգայով։ Ու հետո մենք արդեն էլի ես իմ ռեկորդը արդեն անցել եմ ու ես որոշեցի, որ հիմնականում կուզենամ շտանգով զբաղվել։ Ահա։ Եվ ձգումը, չէ՞, որը որ արել ես։ հիմնականում Քանի կիլոգրամ է եղել Իմ առաջին ձգումը։ վերջինը, որը որ սահմանել։ Վերջինը իմ մոտ եղել է 170-ը։ 170 կիլոգրամ։ Վաու, խնդրում եմ փոխանցիր կողքիդ հզորին։ Ողջույն, աշխարհում ամենափոքր հայ գրանցած ռեկորդակիր ջան։ Կներկայանաս, կասես քանի տարեկան ես։ Բարև ձեզ, ես Նարեկ Գլեջյանը, ես 9 տարեկան եմ ու Քանի տարի է որ զբաղվում ես։ 3 3 տարի։ 3 տարի, պատկերացնում ես 6 տարեկանից զբաղվում է։ Եվ ինչ ռեկորդ ես դու սահմանել։ Առաջին ռեկորդս եղել եմ ընթացող վազքուղի վրա 6.5 բան արագության։ Բան ցածկել եմ 183 անգամ 1 րոպեում։ 1 ոտքով։ 1 րոպեում։ Սա 1 րոպեում, սա իհարկե հրաշալի է ու ես տեսնում եմ, որ եղբորդ հետ ես հաճախում, հա, ռեկորդներ սահմանելու, տանը տեղ չկար, հա, երևի որ իրար հետ այդպես ցածկեիք, ասցիք գնանք ռեկորդներ սահմանել։ Կան չէ։ Հարմար չէր, ես պատկերացնում եմ ձեր մայրիկի վիճակը։ Իսկ երկրորդ ռեկորդը։ Երկրորդը նորից ընթացող վազքուղի վրա 6.5 արագության 9 րոպե 10 վայրկյան ցածկել եմ։ Արդեն ոչ թե րոպեով, այլ անընդմեջ 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղի վրա 1 ոտքով անընդմեջ աջ ոտքով ցածկել է 9 րոպե 10 վայրկյան, գերազանցելով աշխարհում ամերիկացի մարզիկ 35 տարեկան Պետեր Նեսլերի ռեկորդը 8 րոպե 6 վայրկյանը։ Բրավո, հրաշք, բրավո, շնորհավորում ենք։ Իսկ վերջին ռեկորդը, որը որ սահմանել ես։ Վերջին ռեկորդը, որ գնացել ենք փետրվարի 5-ին Դուբայ, ես հանեցի 90 կիլոն եւ իմ անցած տարվա 85 կիլոից 5 կիլոով գերազանցի։ Այսինքն այո, ուներ 3 անգամ մոտեցման հնարավորություն, ինքը մի մոտեցումով իր ռեկորդը բարելավեց, այսինքն 32 կիլոգրամ անձնական քաշ, 9 տարեկան, անցած տարի 85 կիլոգրամներ բարձրացրել ձգում վարժություն։ Այս տարի 5 կիլոգրամով ավելի կարող էր, մինչև 100 Ես կիլոգրամ։ որպես մայր հարցնեմ, էլի բասա վտանգավոր չի։ Դե մենք տեսեք, գոտիներով, ամրագոտիներով կապված հիմնականում մեջքի ու ոտքի վարժությունների վրա ենք աշխատում եւ մենք ոնց որ ասած մարզիկին այն ամենածայրահեղ ձևով չենք, այսինքն ենթադրենք մարզակենտրոնում 100 կիլոգրամներ են Նարեկը բարձրացրել, բայց ես չթողեցի, կարիք չկար, Ավելի թեթև քիչ բարելավի իր ռեկորդները։ Շատ լավ Գորջան։ Բարև ձեզ, ես Գորգ Ապրելյանն եմ, 14 տարեկան եմ, արդեն 2-ից 3 տարի է հաճախում եմ տնահայեմ ցուցազնատուն։ Ես ունեմ 2 Հայաստանի ռեկորդներ, կցագունդով առաջին ռեկորդս եղել է կցագունդով 8 կիլոգրամը բարձրացել եմ 444 անգամ։ Առանց գետնին տնելու պատկերացրեք 8 կիլոգրամ
կցագունդը գիրը, այսպես ասած 444 400 այդ թիվը ինքն է սիրում 3-4-երով առանց գետնին դնելու ձեռքերը կարող է աճուցաղ փոխելը 8 կիլոգրամ բայց գետնին դնելու առանց գետնին դնելու առանց հանգստանալու իրավունք չունի, հա, հասկանալի է։ Երկրորդ ռեկորդս էլ նույնն է, ուղղակի 10 կիլոգրամով եմ արել։ Նույն թիվն է 444։ Իսկ վերջին ռեկորդը Վերջին ռեկորդը կատարել եմ 115 կիլոգրամը։ 15 կիլոգրամ, պատկերացնեք, եւ ինչ ես արել։ Կքանիստ եմ կատարել։ Կքանիստ է կատարել եւ 115 կիլոգրամ։ ուսերին տրված 115 կիլոգրամ կքանիստ Բրավո, բրավո։ Այսինքն այդ հիմա ինքը կարող է մեր երկուսիս ազատ բարձրացնել։ Այո, երեխեք ջան։ Ուղղակի հիացած ենք, սրտան շնորհավորում ենք եւ մեր մյուս եղբայր Միսակը։ Ես 14 տարի եմ, 3-4 տարի հաճախում եմ հայոց դյուցազնատուն, ունեմ Հայաստանի 4-ից ավել գրանցված ռեկորդ, առաջին ռեկորդս եղել է պտածողի վրա կախտրությունից, մարմինս պահել եմ 5 րոպե 16 վայրկյան, իսկ մնացած ռեկորդները կապ ունեն պտածողի հետ եւ փորձել եմ գերազանցել մարզիչի ռեկորդը, բայց չի ստացվել եւ պատրաստվում եմ հետագայում հետ բերել մարզիչի ռեկորդը։ Ռոման ջան, նոր Այո, իհարկե մենք պետք է քանի որ իմ ռեկորդը 1001 պտույտ ռեկորդը 2022 թվականին Մողոլ մարզիկը գերազանցեց 1111 պտույտ եւ բնականաբար մենք պետք է արդեն այնպես անենք որ հայի ձեռքում լինի։ Ճիշտ է 11 տարի պատկանեց ինձ, բայց մեր Միսակ Գլչյանը նախ 1 րոպեում կատարեց անընդմեջ 52 պտույտ 1 րոպեում։ Բայց դա քիչ տեխնիկական պայմաններով ոտքերի այնտեղ ծալված, ոտքերը ծալված էր կատարում, չգրանցեց Գինեսի համաշխարհային ռեկորդների հանձնաժողովը, բայց էլի չենք հուսատվում, դա ընթացիկ կաշխատենք եւ Ինքը հասնելու է, եթե նպատակադրվել է միանշան։ Ես զգում եմ, որ դու դեռ գալու ես մեզ հյուր ու ասես, որ գերազանցել ես մարզիկի ռեկորդը, ես դա ուղղակի զգում եմ մարզիչի ռեկորդը։ Իսկ երրորդ ռեկորդը եղել է նույն վարժությունը, մեծ պտույտի հետ վարժությունը, առանց դատարի 502 անգամ պտտվել եմ, 4-րդ ռեկորդն էլ կցանք 6 կիլոգրամ կծակունդը, ուղղահայաց պահել եմ 2 րոպե 20 վայրկյան, որը գրանցվել է Հայաստանի դյուցազնագրքում։ Իսկ գավաթները ստացել եմ եւ գրավել եմ առաջին տեղը Դուբայում պաուրլիֆտինգի կազմակերպած մրցումների ժամանակ ընկել եմ առաջին տեղը, կատարել եմ կքանիստ 85 կիլոգրամ քաշով։ իր քաշի կրկնակիից ավել 39 կիլոգրամ եւ 85 կիլոգրամ ծանրացող ուսերին դրված կքանիստ վարժությունն է կատարել։ Ուղղակի բրավո, ես պատկերացրեցի դպրոցում ասում են Միսակն ուրա, որտեղ է պտտվում, ասում են այնտեղ պտտվում է, որ ռեկորդներ սահմանի։ Ես ուղղակի այսպես մտքիս մեջ հաշվարկում եմ այդ կիլոգրամները, որոնք որ բարձրացրել եք, դրանք արդեն տոննաներ են, էլի։ Մոտավորապես ու ինչքան ուժեղ եք դուք բոլորը։ Ապրեք, շատ ապրեք, նպատակասլաց, աշխատասեր, ուժեղ, խելացի ու լավ երեխաներ եք, ու մենք ուրախ ենք, որ ունենք ձեր նման սերունդ, ու մենք սպասում ենք ձեր նոր հաջողություններին, ու սիրով լուսաբանելու ենք այս ամենի մասին։ Ռոման ջան, ապրեք շատ։ Իրոք շնորհակալ եմ անչափ եւ մենք այս գործունեությունը այո ծավալում ենք, որ յուրաքանչյուր հայ դրսում ապրող սփյուռքահայ, ովքեր իրոք կարոտ ունեն այս մատաղ սերնդի ուժը, կարողությունը այս ամեն ինչը տեսնելու եւ քանի որ այս տարի Ամերիկայի Միացյալ Նահանգների 250 ամյակն է եւ Հակոբյաններ համայնքական կենտրոնի շրջանակներում գերազանցիկը ծրագրի շրջանակներում ընդգրկված է մեր Նարեկ Գլչյանը տարիքով ամենափոքր այո հայը եւ իրոք գերազանցիկ սովորող եւ իհարկե իրոք որ այնտեղ Գերազանցող ամեն ինչը։ Այո, ուզում ենք այդ Գինեսի 3-րդ ռեկորդ սահմանվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում Կլենդելի քաղաքապետարանի հրավերով եւ դրա համար ստեղծել ենք Ռեարմենիա սոցհարտակում նախագիծը ունենք արդեն ստեղծած եւ պատե առիթն է որ յուրաքանչյուր հայրենակից իր փոքր աջակցությամբ կարող է նպաստել փոքրիկ դյուցազնի մասնակցությունը
գնելու համար։ այո իրականացնել։ Իհարկե, մենք էլ ենք կոչանում հենց եթերից անպայման միացեք, երբ մտածում եք այ ում օգնեք, ինչպես օգնեք, եկեք օգնենք հենց այսպիսի երեխաներին, ովքեր ունեն նպատակ ռեկորդներ սահմանել, ովքեր նաև ուսման մեջ են գերազանցիկ։ Ինձ թվում է սա լավագույն տարբերակը կլինի, ամեն մեկն էլ որ մի փոքր լումա տրամադրի, կարծում եմ կհավաքվի։ Այո, քանի որ մենք ըստ էության չունենք պետական աջակցություն ասելով, որ ինքը որ սպորտաձև չի ներկայացնում, էլ Գինեսը արտասովոր շարժողական գործունեություն է նվաճում, շատ աջակիցներ ունենք եւ ուզում եմ նշել այս կոնկրետ այս մրցման հետ կապված աջակիցներին, ովքեր աջակցեցին եւ հնարավորություն ընձեռնվեց մասնակցությունը Դուբայում կայանալիք, այո, ուժային երամարտի այս Դուբայում պրո շոու առաջնության, այդպես էր կոչվում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել աջակիցներին, որոնց ներդրման շնորհիվ հնարավորություն դարձավ իրականացնել եւ մասնակցել Դուբայում կայանալիք 2026 թվականին պրո առաջնությանը։ Ինչ լավ է, որ մենք ինչքան բարի մարդիկ ունենք, չէ՞, որ օգնում են եւ իրականացնում են նմանատիպ երեխաների, երիտասարդների իհարկե երազանքները ու հնարավորություն են տալիս իհարկե մեր երկիրը պատվով ներկայացնելու դրոշը բարձր պահելու։ Սա ամենակարևոր բանն է, կարծում եմ, սրանից երջանիկ բան յուրաքանչյուր մարդու եւ յուրաքանչյուր հայի համար գոյություն չունի։ Երեխեք ջան, շատ ապրեք, որ եկաք մեզ հյուր, մեզ ուրախացրեցիք ձեր մրցանակներով, ձեր ռեկորդներով, ձեզ շատ ուժ ենք փոխանցում, որ շարունակեք ձեր սահմանած ռեկորդներից էլ ավելին հասնեք ու մեզ ուրախացնեք ձեր հաջողություններով։ Ռոման ջան, ձեզ էլ անչափ շնորհակալ ենք կատարած աշխատանքի համար ու միշտ պատրաստ ենք հաջողություններ ենք մաղթում ու նաև ձեր համայնքին նաև ողջունում ենք ու խնդրում ենք, որպեսզի, ինչպես ասեցիք, համայնքից եւս աջակցություն լինի եւ վստահ եմ, որ կլինի ու կա, որպեսզի կարողանաք այս իհարկե երեխաներին, երիտասարդներին հասնել հաջողության։ Մի հետաքրքիր պատմություն հիշեցի, քանի որ գյուղում եմ մեծացել, ինձ պատմում էին, որ երեխաները անսովոր ուժի տեր են։ Եվ մի պատմություն էին պատմում, Անահիտ, իհարկե տատիկից եմ հիշում, որ փոքրիկ երեխան օրորոցում պարկած, օրորոցում օձ է մտել եւ երեխան գլուխը բռնել է այնպեսի ուժով, որ խեղդել է օձին եւ ասում են, որ երեխայի ուժը անսովոր է, սա պատմական է եւ այսօր իրականություն է, ոչ միայն պատմական է, որը որ պատմում են իհարկե մեր տատերն ու պապերը, ես հիշեցի ու հասկացա, որ իրականություն է դա եւ հնարավոր է, որտեվ այն քաշերը, որոնք որ իրենք բարձրացրել են ու ներկայացրել են, դա անիրական է մի փոքր։ Եվ որպես վերջաբան, բանեիք։ Եվ որպես վերջաբան նշեմ, որ մենք ամեն տարի ունենում ենք ռեկորդային մեծ մրցումներ։ Այս տարի եւս հունիսին ծրագրել ենք այդ ամենը իրականացնելու, ինչպես նաեւ Հունգարիայում այս կազմակերպության հետ Bodybuilding International կազմակերպության հետ ունենք պայմանավորվածություն մասնակցելու ուժային երամարտի մրցումների եւ իհարկե 1-2 տարիների ընթացքում մենք հասնելու ենք նրան, որ մեր մարզակենտրոնը եւս գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում առաջին մարզակենտրոնը, որ ամենաշատ ռեկորդակիրներն ունի տված։ Մենք միայն հաջողություն ենք մաղթում ձեր նպատակներին եւ շուտ իրականացում։ Դե ինչ, այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, շատ ուժեղ եթեր ստացվեց բարիբուն եւ փոխաբերական իմաստով։ Այո, որտեվ պինդ ենք, ուժեղ ենք, ես առիթից օգտվելով, քանի որ ճանաչում եմ օվկիանոսից այն կողմ բնակվող մեր բարերար հային, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, պարոն Նշան, շնորհակալություն ձեզ, ձեր հայրենանվեր գործի համար, որտեվ միայն բարեգործության է այն ծառայում, Անահիտ, վստահ եմ, որ առիթը կլինի նաև քեզ կծանոթացնեմ հրաշալի հայի հետ։ Մեծ սիրով շնորհակալություն ենք հայտնում ձեզ ու բոլոր նրանց, ովքեր իսկապես աջակցում են այս հայրենանվեր գործին, որովհետև երեխաները մեր ապագան են, իսկ նրանց գրանցած ռեկորդները մեր հպարտությունը ու եւս մեկ առիթ է Հայաստան բառը արտասանելու Հայաստանի սահմաններից դուրս։ Այսօր այսքանը մենք ձեզ ասում ենք ուժեղ եղեք, որովհետև եթե ուժեղ չլինեք, ոչինչ չեք անցնի։ Լավ օր բոլորիդ։ Ձեզ հետ Վրեժն ու Անահիտն էին, մնացեք բարով։